Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության եւ դրանից բխող 2023-28 թվականների գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով սննդամթերքի անվտանգության համակարգի զարգացման ռազմավարությունը բխում է կառավարության 21-26 թվականների ծրագրից։ Զեկուցվել են սննդամթերքի անվտանգության ապահովման առողջ բնակչության շուկայի ընդլայնման ու արտահանման աճի, արտադրողականության բարձրացման, ներդրումների ավելացման եւ սոցիալական կայունության տնտեսական աճի ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Մասնավորապես իրականացվել են օրենսդրության կատարելագործման, գիտականորեն հիմնավորված քաղաքականության մշակման, որակի եւ անվտանգության կառավարման համակարգերի ներդրման, ինստիտուցիոնալ, այդ թվում լաբորատոր կարողությունների հզորացման, հետագծելիության ապահովման աշխատանքներ։ Անդրադարձ է կատարվել սպանդանոցային գործունեությանը, նշվել է, որ իրականացվել են սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսվարողների համար նախատեսված տարբեր ծրագրեր։ Տեղեկատվություն է ներկայացվել 24-25 թվականների ընթացքում ՍԱՏՄ-ի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ։ Իրականացվել են նաև գյուղատնտեսական կենդանիների պատվաստման, կենդանական ծագման մթերքում մնացորդային նյութերի հսկողության ծրագրեր։ Մանրամասներ են ներկայացվել առանձնացված դարակաշարերով կատնամթերքի վաճառքի, կերային հավելումների պետական գրանցման եւ ռեեստրի վարման հետ գործընթացների վերաբերյալ։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել սննդամթերքի անվտանգության ոլորտում խախտումների հայտնաբերման ու արձագանքման մեխանիզմներին, վերջիններիս արդյունավետությանը, սպանդանոցային գործունեության հետ կապված օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների բարելավմանը եւ կարողությունների զարգացմանը։ Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ։ Ունենք փոխշահավետ եւ հաջողված փոխգործակցություն ԵԱՏՄ շրջանակներում։ Այս մասին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում։ Միրզոյանը եւ Լավրովը քննարկել են միգրացիոն ոլորտի փոփոխություններին առնչվող հարցեր։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև համաձայնագրի կնքման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել, ասել է Արարատ Միրզոյանը։ Երկու մորակարգային հարցերին զուգահեռ բնականաբար անդրադարձ ենք կատարել տարածաշրջանային զարգացումներին, խոսել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի կնքման հարցում Հայաստանի հետևողական դիրքորոշման մասին։ Հույս ենք հայտնել իհարկե, որ այս նպատակը, այդ համաձայնագրի կնքման, ստորագրման, վայրացման նպատակը կարող է ոչ շատ հեռու ապագայում կյանքի կոչվել։ Ես ցանկանում եմ կրկին ընդգծել, որ չնայած այս ճանապարհին առկա բոլոր դժվարություններին եւ մարտահրավերներին, Հայաստանը հաստատակամ է եւ շարունակում է ջանքեր գործադրել տարածաշրջանում կայուն խաղաղություն հասնելու համար եւ մեր համոզմամբ սա համապատասխանում է մեր անմիջական հարևանությամբ գտնվող բոլոր երկրների շահերին եւ հետաքրքրություններին։ Լրացուցիչ մենք տեսնում ենք, որ ոչ փոքր ներուժ կա զարգացնելու տարածաշրջանային համագործակցության 3+3 ձևաչափով հարթակը։ Այս մասին համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։ Հարավային Կովկասի 3 երկրներ եւ իրենց մերձակա անմիջական հարևաններ Ռուսաստան, Իրան եւ Թուրքիա արդեն տեղի են ունեցել երկու նախարարական հանդիպումներ Թեհրանում եւ Ստամբուլում։ Հիմա մենք քննարկում ենք երրորդ նախարարական ժողովի անցկացումը Թեհրանի եւ Ստամբուլի արդյունքներով մենք հնարավորություն ունենք որոշակի լավատեսություն ունենալու այս հաստակի ապագայի արդիվ։ Այն բոլոր նախադրյալներն ունի դառնալու կարևոր բաղադրիչ, կարևոր հենք ամրապնդելու համար երկարաժամկետ խաղաղությունը եւ անվտանգությունը տարածաշրջանում ի նպաստ փոխշահավետ տնտեսական համագործակցության, տրանսպորտի ոլորտում համագործակցության եւ իհարկե Հարավային Կովկասի եւ մերձակա հարևանների մշակութային խորը ավանդույթների վրա կառուցված համագործակցությունով։ Մենք խոսեցինք այն մասին, թե որտեղ կարող է երրորդ հանդիպումը անցկացվել 3+3 ձևաչափով։ Ես կարծում եմ, որ այդ միջոցառումը հյուրընկալել ցանկացողները Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը կարող են իրար հետ լիարժեք պայմանավորվել, մենք պատրաստ ենք դրան աջակցել
ապահովելու նիստերի շարունակականությունն, այսինքն մենք կողմենք, որ հաջորդ երկու միջոցառումները լինեն տեղի ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի մայրաքաղաքներում հաջորդաբար։ Մայիսի 20-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության եւ զինված ուժերի աջակցման նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին։ Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների օնլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը, քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության առնչվող մի շարք հարցերի։ Մայիսի 21-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սինվեին։ Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցեր։ Մոտ 3 ամիս է մեծամորում շինարարական աղմուկը չի լռում քաղաքաշինության կոմիտեի պատվիրակմամբ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ կառուցվում է անկախ կյանքի կենտրոնը հաշմանդամություն ունեցողների համար։ Կառույցի 4 մասնաշենքերից մեկում կտեղակայվի երեխաների զարգացման կենտրոնը, 2 շահառուներն անկախ կյանքի հմտություններ ձեռք կբերեն, իսկ վարչական կազմը կաշխատի 4-րդ մասնաշենքում։ Կառույցը հագեցված է լինելու նախագծային հատուկ լուծումներով, ունենալու է 2 խաղահրապարակ, փակ եւ բաց մարզասրահ, կառույց ունենալու է նաեւ իրեն համար նախատեսված արևային ֆոտովոլտային կայան, որը կապահովի նաեւ իր էներգամատակարարումը եւ ձմեռային սեզոնին ջեռուսման համակարգերը, ըստ էության շահագործման ծախսերը կրճատվեն եւ ինքը նախագծված է այնպես, որ հաշվի առնված միջազգային լավագույն փորձը եւ բոլոր նախագծային լուծումները տրված են, որպեսզի առավելագույնը հարմարավետ լինեն։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ փորձել ենք այնպես անել, որ շենքը հարմարավետ լինի նաև կառուցվածքային առումով։ Կենտրոնը նախագծվել է լավագույն միջազգային փորձի հաշվառմամբ, որը ժամանակի լուրջ քննություն է անցել եւ ապացուցել արդյունավետությունը։ Եվս 1.5 տարի եւ շահառուներն այստեղ կսերտեն ինքնուրույն ապրելու այբուբենը, կհմտանան կենցաղավարության մեջ եւ ազատ, վստահ ու համարձակ գործելու դասեր կառնեն։ Կենտրոնում կմատուցվեն նաեւ արտատնային ծառայություններ, սկսած վերականգնողական թերապիայից մինչև հմտությունների զարգացում։ Անկախ կյանքի կենտրոնի առաջին հասցեն Արմավիրի մարզն է, այսպիսի կլինեն նաև այլ մարզերում։ Մոտապես 14000 շահառուների համար է նախատեսված, առաջին հերթին Արմավիրի մարզի բնակիչ համարվող շահառուներն են, բայց կենտրոնը հնարավորություն ունի նաև հարակից մարզերի համար հարակից մարզերի բնակիչների համար ծառայություններ մատուցել։ Մենք ունենում ենք հագեցած այդ թիրախային խմբի կարիքները բավարարող պայմաններ ունեցող շենք եւ հարակից տարածք։ Այստեղ նաև նախատեսվում է ծառայություններ, զուգահեռ երկու տեսակ գործունեություն, նաև ծառայություններ է ենթադրում, ինչը իհարկե եւս կարեւոր է համայնքում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Մեծահասակից մինչև տարեց եւ զին հաշմանդամ կօգտվեն լոգոպեդի, հոգեբանի, կինեզիստի ծառայություններից։ Շահառուներն այստեղ չեն բնակվի, սա ցերեկային ծառայությունների կենտրոն է։ Ցերեկային ծառայությունները հնարավորություն կտան, որպեսզի հաշմանդամություն ունեցող մարդիկ ապրեն մի կողմից ապրեն ընտանիքում, մյուս կողմից այդ ընտանիքների համար էականորեն հեշտ է լինելու հմտությունների զարգացման հնարավորություն տալ հաշմանդամություն ունեցող անձանց։ Վերջում էլ, երբ որ մենք կհամարենք, որ արդեն ծառայությունները հմտությունների տրված են, ունենանք պիլոտային թեստային տներ, որտեղ որ իրենք անկախ կապրեն եւ մենք կհետևենք նաեւ ժամանակակից տեխնոլոգիաներ հասկանալու համար, օրինակ գազօջախից ինչպես է օգտվում։ Հաստատությունը կմիավորի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին։ Չի բացառվում, որ աշխատանքներում ներգրավեն հենց այդ կազմակերպությունների փորձառուները։ Կենտրոնը մեզ ավելի մեծ հնարավորություններ կընձեռնի միասին համագործակցելու եւ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի հմտությունները ավելի խորը մասնագիտական, ավելի լայնածավալ ծառայություններ մատուցելու։
Կառավարումը ևս կիրականացնեն հաշմանդամություն ունեցողների իրավունքներով զբաղվող կազմակերպությունները, ընտրությունը կկատարվի մրցույթով։ Գազայում Իսրայելի նոր ռազմական գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները որոշել են ուժեղացնել ճնշումը Բենյամին Նեթանյահուի կառավարության վրա։ Եվրամիությունը վերանայելու է Իսրայելի հետ իր քաղաքական եւ տնտեսական կապերը կարգավորող համաձայնագիրը Գազայում տիրող աղետալի իրավիճակի պատճառով, հայտարարել է Եվրամիության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո։ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարը նամակով դիմել է Կալասին, կոչ անելով դիտարկել Իսրայելի եւ Եվրամիության միջև 2000 թվականի ասոցացման համաձայնագրի սառեցման հարցը։ Մեծ Բրիտանիան դադարեցրել է բանակցությունները Իսրայելի հետ ազատ առևտրի գոտու շուրջ Գազայի շրջափակման պատճառով, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեվիդ Լամին։ Բրյուսելում Եվրամիության արտգործնախարարների հանդիպման ժամանակ Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ համաձայնագիրը կարող է սառեցվել, եթե պարզվի, որ Իսրայելը խախտում է երկրորդ հոդվածի փաստաթղթերը, որոնք հռչակում են մարդու իրավունքների եւ ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ հարգանք։ Իսրայելի մի քանի կարևոր դաշնակիցներ, օրինակ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Կանադան, սպառնում են պատժամիջոցներով, եթե Գազայում ռազմական գործողությունները շարունակվեն։ Լրատվամիջոցներն էլ գրում են, որ միջազգային հանրությունը երբեք նման կոշտ քաղաքականություն չի վարել Իսրայելի դեմ։ Վերլուծաբանները կարծում են, որ ամենաանհանգստացնողն այն է, որ Միացյալ Նահանգները, որը միշտ պաշտպանել է հրեական պետությունը, այժմ լռում է։ CNN-ը հղում անելով իր աղբյուրներին գրում է, որ Միացյալ Նահանգները հետախուզական տեղեկություններ է ստացել Իրանի միջուկային օբյեկտներին հարվածների նախապատրաստման մասին։ Իսրայելական աղբյուրը CNN-ին հայտնել է, որ Իսրայելը պատրաստ կլինի անկախ ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ, եթե Վաշինգտոնը եւ Թեհրանը միջուկային ծրագրի վերաբերյալ կնքեն այնպիսի համաձայնագիր, որը չի բխի Իսրայելի շահերից։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մայիսի 21-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով միայն զոհվել է 38 պաղեստինցի, որոնցից 24-ը Խան Յունիսում։ Այսպիսով, մեկ օրում պաղեստինյան անկլավում զոհերի թիվը հասել է 98-ի։ ՄԱԿ-ի տվյալով շրջափակման մեղմացումից հետո, որը հայտարարվել էր երկուշաբթի օրը, օգնություն մինչև այժմ չի բաշխվել։ Իսրայելը պահանջում է, որ բեռները իջեցվեն Քերեմ Շալոմ անցակետում, ապա վերաբեռնվեն եւ սպասեն մուտքի թույլտվությանը, հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը։ Նա նաեւ ընդգծել է, որ վարչապետ Բենյամին Նեթանյահուի շրջափակումը թույլատնելու հայտարարությունից 2 օր անց Իսրայելը դեռ խոչընդոտում է սննդամթերքի մուտքը Գազայի հատված։ Օրերս Իսրայելը հայտարարել էր Գիդեոնի կարգերը գործողության շրջանակում Գազայի հատվածի հյուսիսում եւ հարավում լայնածավալ ցամաքային գործողություններ սկսելու մասին։ Իսրայելի վարչապետն էլ նախազգուշացրել էր ամբողջ Գազայի հատվածի նկատմամբ ռազմական վերահսկողություն հաստատելու մտադրության մասին։ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում գործած անձը մահապատժի է ենթարկվել։ 2023 թվականի հունվարին Յասին Հուսեյնզադեն Ադրբեջանի դեսպանատուն էր ներխուժել, կրակ բացել, որի հետևանքով զոհվել էր դիվանագիտական առաքելության անվտանգության ծառայության ղեկավարը, անվտանգության 2 աշխատակից վիրավորվել էին։ Դատավարության ժամանակ դատախազը պահանջել էր ամենախիստ պատիժը սահմանել մեղադրյալի նկատմամբ։ Դեսպանատան վրա զինված հարձակումից հետո Թեհրանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունը դադարեցրել էր իր գործունեությունը։ Հարձակումը, որը Բաքուն անվանել էր ահաբեկչական ակտ, հանգեցրել էր դիվանագիտական հարաբերությունների կտրուկ վատթարացման։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզ է ժամանել Ուկրաինայի զինված ուժերից մարզի նկատմամբ վերահսկողության վերականգնումից ի վեր առաջին անգամ։ Այնտեղ նա հանդիպել է մարդասիրական շտաբի կամավորների հետ։ Պուտինը ցուցումներ է տվել մարզի տուժած բնակավայրերի վերականգնման վերաբերյալ։ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզի վրա սկսվել էր 2024 թվականի օգոստոսի 6-ին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով ուկրաինական ուժերի դուրս մղումը տևել է 264 օր։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Իտալիա մեկնելուց առաջ կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները դուրս կգա ռուս-ուկրաինական կարգավորման գործընթացից, եթե առաջընթաց չլինի։ Միացյալ Նահանգները պատրաստ է լինել խաղաղության գործընկեր։ Մենք դա առաջարկել ենք ռուսներին եւ ուկրաինացիներին, նշել է ԱՄՆ փոխնախագահը, հավելելով Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանի նախագահը չգիտի, թե ինչպես են վերջ տալիս պատերազմներին։ Եվրամիության անդամ երկրների Դամասկոսի դեմ նախկինում կիրառված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու որոշումը կնպաստի Սիրիայի կառավարության ամրապնդմանը եւ զարգացմանը, հայտարարել է Սիրիայի ժամանակավոր կառավարությունում պաշտպանության նախարար Մուրհաֆ Աբու Կասրան, ընդգծելով, որ իր երկիրը բարձր է գնահատում այդ որոշումը։ Մենք շնորհակալ ենք բոլոր կողմերին, որոնք նպաստել են որոշմանը եւ հաստատում ենք, որ այս քայլը նոր սկիզբ է զարգացման ճանապարհին։ Սիրիան շարունակում է վերականգնել իր առաջատար դերը տարածաշրջանում եւ աշխարհում, հայտարարել է պաշտպանության
նախարարը։ Մայիսի 25 Կայա Կալասը հայտարարել էր, որ Եվրամիությունը կչեղարկի Սիրիայի դեմ Բաշար Ասադի օրոք սահմանված տնտեսական պատժամիջոցները։ Մարդու իրավունքների պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը աշխատանքային այցով Սյունիքում են բնակիչների հետ հանդիպելու եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով։ Մարզում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը նախ քննարկվեցին մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ։ Տնտեսական զարգացման հետ կապված յուրաքանչյուր ծրագիր Սյունիքում կարևոր է, ընդգծեց մարզպետը։ Մեզ համար հաճախ շատ բարդ է լինում թեկուզ միջնաժամկետ պլանավորում իրականացնել, պայմանավորված վերջին տարիներին իրար հաջորդող իրադարձություններով եւ բարդ է լինում հետևել այդպիսի ծրագրերին, որովհետև առաջնահերթություններն են փոխվում։ Բայց հիմա մեծ հույս ունենք, որ մենք իրականում կարող ենք կենտրոնանալ այն բոլոր ոլորտների հետ, որոնց մասին դուք նշել եք, բոլորն էլ չափազանց կարևոր են։ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Կապանի գրասենյակն էր այցի հաջորդ կանգառը, որտեղ ներկայացվեցին կառույցի գործունեության նպատակն ու աշխատանքի ուղղությունները։ Իսկ ահա սահմանամերձ բնակավայրերում բարձրաձայնվող խնդիրները սոցիալ-տնտեսական բնույթի են։ Շիկահողում, Սրաշենում եւ Ծավում հարցերը շատ են, բնակիչները շտապում են ներկայացնել կենցաղում առավել շատ հանդիպող դժվարությունները։ Շիկահողում վառելափայտի խնդիրն առաջնային է։ Ուղղակի հիմա խնդիր կա գյուղում ասնագորական չորտուն գտի 8 կուբամետր փայտ վառի, նախ եւ առաջ է տարածքը մեզ չեն տրամադրում այդ 8 կուբամետր փայտը բերելու համար թափուկին վերաբերվում, պիտի գնանք թափուկ հավաքենք։ Շրջակա 10 կիլոմետրի վրա գնաս հաստատ այդքան փայտ չես կարա հայթես բերես։ 8 մետրը չես կարա։ Բացի այդ 8 մետրը չի հերիքում։ Մոտավորապես 15-ից 20 մետր ամենակիչը կլոր տարի փայտ օգտագործում է, ուրիշ ոչ ջեռուցման միջոց կա, ոչ էլ կենցաղային պայմանները հոգալու ոչ մի տարբերակ չկա։ Ինչի է կարգելում, ժողովուրդ մտնեն անտառ, սենց մի կապ կանանչի բերել անտառից։ Կամ էլ ասենք մի երկու հատ սալոր խաղ են բերել։ Կամ մի բաժակ հոմ բերել։ Ինչի են արգելում։ Այդ ինչ օրենք է, ինչ բան է, ինչ իրավունք է։ Մարզային այցերը կարևորում է մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, նշում իրավունքների վերաբերելի խնդիրների, դրանց խախտումների համակարգում է իրականացվում։ Քաղաքացիների մեծ մասը սոցիալ-տնտեսական բնակավարին առնչվող խնդիրներ է բարձրաձայնում։ Իհարկե, նաև տարբեր բնակավայրերի առանձնահատկություններով պահպանավորված, հատկապես սահմանամերձ բնակավայրերում նույնիսկ սոցիալ-տնտեսական խնդիրները որոշակիորեն մշտապես կապված են նաև անվտանգային որոշակի հանգամանքների հետ։ Բայց բացի դրանից բարձրաձայնվում են տարատեսակ հարցեր կապված ընտանեկան բռնության հետ, կապված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ, որոշակի դեպքերում քրեական վարույթների առնչվող տարբեր հարցեր կան, կամ օրինակ զինված ուժերում ծառայող իրենց հարազատների վերաբերյալ են տարբեր հարցեր բարձրաձայնում։ Մարդու իրավունքների պաշտպանի հետ միասին այստեղ ենք, փորձում ենք հասկանալ, թե հաջորդ 5 տարվա ընթացքում ինչով կարող ենք օգտակար լինել Սյունիքի մարզին։ Ծրագրերը կուղղվեն խմելու եւ ոռոգման ջրի համակարգերի բարելավմանը, առհասարակ գյուղատնտեսության զարգացմանը։ Շիկահողը հատուկ պահպանվող տարածքում է եւ դրա բուսականությունը պահելու եւ բնակիչների տնտեսական գործունեությունը ապահովելու միջև պետք է ճիշտ հավասարակշռություն կարողանանք ստեղծել, ինչը լուրջ խնդիրներից է։ Կաշխատենք վերհանված հարցերը լուծելով օգտակար լինել մարզին։ Սեփականության իրավունքի, գյուղատնտեսությամբ, հատկապես անասնապահությամբ զբաղվելու դժվարություններից զատ մարզում մարդու իրավունքների հետ սերտորեն փոխկապակցված սահմանային անվտանգության հարցը շարունակում է մնալ առաջնային։ Ընդգծում է մարդու իրավունքների պաշտպանը անդրադառնալով վերջին շրջանում խնածախի ուղղությամբ պարբերաբար հնչող կրակոցներին։ Աշխատանքային այցի շրջանակում պաշտպանը նաև խնածախ ու խոզնավար կայցելի։ Եթե օրինակ առկա են կրակոցներ ու նույնիսկ եթե դրանք ուղղված չեն քաղաքացիական բնակչությանը կամ քաղաքացիական օբյեկտներին, միևնույն է, դրանք ազդում են մարդու իրավունքների համակարգի վրա, որովհետև դրանց արդյունքում խախտվում են կամ կարող
են խախտվել մարդկանց տարբեր իրավունքներ։ Ամենակիչ այն հանգամանքը, որ մարդիկ իրապես վախենում են շատ դեպքերում նման կրակոցների եւ այլնի արդյունքում վախենում են իրենց երեխաներին դպրոց ուղարկել, շատ դեպքերում սահմանային անվտանգության խնդիրների պատճառով զրկվում են որոշակի գործունեություն իրականացնելու անվտանգ հնարավորությունից եւ այլն, եւ սա չի կարող այսպես անուշադրության մատնված մնալ։ Արձանագրված խնդիրները ոչ միայն կներկայացվեն պատկան մարմիններին, այլև լուծումներ կպահանջվեն։ Մարզային այցերը շարունակական բնույթ կունենան։ Գետահովիտի մարզադաշտը մարդաշատ է ու աղմկոտ, դաշտում Տավուշեցի պատանի ֆուտբոլիստներն են, դաշտից դուրս երկրպագուները։ Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկում է ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների ծրագրի եզրափակիչ խաղը։ Հույսի կամուրջն արդեն 5-րդ անգամ է անցկացնում առաջնությունը։ Նպատակը ֆուտբոլի միջոցով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների սոցիալական ներառմանը նպաստելն է։ Ծրագրին ընդհանրապես մասնակցել են 48 դպրոցներ մարզի տարբեր համայնքներից, գյուղական թե քաղաքային, պլյուս եւս 32 դպրոց միացել է 2025 թվականի ընթացքում։ Որն է նպատակը։ Ոչ միայն ջատագովել երեխաների շրջանում սպորտը որպես առողջության ու զարգացման ձև, մեզ համար շատ կարևոր է սպորտի ֆուտբոլային հատկապես խաղի միջոցով երեխաների միջև ձևավորել կապ, ընկերություն եւ որպեսզի թիմի յուրաքանչյուր երեխա վայելի խմբին պատկանելու այդ զգացումը, որ երեխայի համար շատ կարևոր է եւ մեզ հաջողեց։ Եվ ինչպես տեսնում եք, մեր թիմերը նրանք ներառական են ամեն առումով, այնտեղ խաղում են ոչ միայն հաշվանդամություն ունեցող երեխաներ եւ չունեցող երեխաներ, եւ տղաներ ու աղջիկներ, ու բոլորը հավասար մասնակիցներ են։ Ֆուտբոլային հանդիպման եզրափակիչ փուլում խաղում էին Գանձաքարի, Մովսեսի, Թեղուտի եւ Կողբի թիվ 2 դպրոցների թիմերը։ Նախագիծը երեխաներին հնարավորություն է տալիս զբաղվել սպորտով եւ այդ միջոցով բարելավել ֆիզիկական ու մտավոր կարողությունները, զարգացնել սոցիալական հմտություններն ու ինքնավստահությունը։ Մեկնարկային փոխանցումը կատարում է ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպանը Իջևանցի Արմեն Սարգսյանը։ Ֆուտբոլի մեջ կա ամեն ինչ, հիասթափություն, ցավ, հաղթանակ, ամենակարևոր բանը, որ պետք է իրանք անեն, այդ կարգապահություն պահելն է։ Կարգապահության շնորհիվ իրանք կարող են դառնան մեծ ֆուտբոլիստ, որ ոչ միայն ֆուտբոլի դաշտում կարգապահ պետք է, այլ նաև խաղադաշտից դուրս 24 ժամ սենց միջոցառումների ժամանակ շատ ի հայտ են գալիս տաղանդավոր խաղացողներ, որը շանս է տալիս հետագայում ցանկության դեպքում շարունակեն իրենց կարիերան ավելի պրոֆեսիոնալ մակարդակներում։ Նախագծի շրջանակում կազմակերպված մրցաշարերին մասնակցել են Տավուշի մարզի 16 դպրոցների աշակերտները, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք եւ հաշմանդամություն ունեցող երեխաները։ Նախաձեռնողները վստահեցնում են, շարունակելու են այնքան, որ մարզի բոլոր դպրոցները մասնակցեն։ Դպրոցների արձագանքը հատկապես սպորտի միջոցով ներգրավվածությունը եւ ավելի լայն ներառմանն է նպաստում սա եւ նշեմ, որ հաջորդ փուլում աշնանային մրցաշարում եւս 16 դպրոց, այլ դպրոցներ, այլ աշակերտներ ներգրավվելու են, այնպես որ մենք հույս ունենք, որ ծրագիրը այնքան կշարունակվի, որ Տավուշի մարզի բոլոր դպրոցները կներգրավվեն եւ գուցե թե հետագայում մեծ հնարավորություններ լինի սպորտի միջոցով երեխաների ներառման համար։ Մրցապայքարում հաղթող ճանաչվեց Թեղուտի դպրոցը, ստանալով Տավուշի մարզային գավաթը։ Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների ծրագիրն իրականացնում է Հույսի կամուրջ հասարակական կազմակերպությունը երեխաների համար UEFA հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։ Ապրիլի 15-ին համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվել էր հաղորդում, որ Opel Magnesia մի մեքենայից գողացել են ռուսական համարանիշը եւ թողել Telegram-ի հասցե։ Առաջին դեպքը չէր եւ մեխանիզմը նույնն էր։ Գողությունից հետո տուժողը Telegram-ի միջոցով կապ է հաստատում հափշտակողի հետ։ Վերջինս համարանիշը վերադարձնելու դիմաց պահանջում է որոշակի գումար, իսկ ստանալուց հետո վերադարձնում համարանիշները։ Ընդ որում առավելապես թիրախ են ընտրվել ռուսական համարանիշները։ Այս եւ գրանցված այլ շորթումների հանգամանքների համադրմամբ եւ ձեռնարկված
ձեռնարկված օպերատիվ հետախուզական մանրակրկիտ միջոցառումների արդյունքում Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն, որ շորթման նպատակով համարանիշի գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 45-ամյա մի տղամարդ։ Արաբկիրի համայնքային ոստիկանները բակերում կազմակերպեցին դարանակալումներ։ Մայիսի 13-ին ժամը 5:20-ին Մայրաքաղաքի Վիկտոր Համբարձումյան փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց եւ տեղափոխվեց բաժին։ Ձերբակալվածն ու կազմված սպասածները ներկայացվեցին Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։ Հետագա գործողություններով իրավապահները հնարավորինս ամբողջացրին վերջին շրջանում 45-ամյա տղամարդու ծավալած հանցավոր գործունեության ժամանակագրությունը։ Պարզվեց, որ ապրիլի 15-ին նա գողացել էր նաև Mitsubishi մեքենայի համարանիշը եւ թողել Telegram-ի հասցե։ Նույն օրը նույն բախտին էին արժանացել ռուսական համարանիշներով եւս 3 ավտոմեքենայի տերեր։ Ավտոմեքենաների մեկական համարանիշ էր հափշտակել նաև մարտի 29-ին, մայիսի 5-ին եւ 7-ին, ու սա դեռ ամբողջը չէ։ 45-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր տեղեկություն փակ բաժնետիրական մի ընկերության ապօրինի ձեռնարկատիրության վերաբերյալ։ Ստուգումներով ձեռք բերվեցին նոր փաստական տվյալներ, որ ընկերությունը Արմավիրի մարզի Մերձավան գյուղի վարչական տարածքի 46 հեկտար մակերեսի վրա, ունենալով բազալտի հանքարդյունահանման թույլտվություն, 2022 թվականի օգոստոսից մինչ օրս արդյունահանում է կատարել նաև հարակից 7.6 հեկտարի վրա եւ մոտ 24000 խորանարդ մետր հանույթը տեսակավորման կետից իրացրել է շուրջ 117 միլիոն դրամով, ինչի հետևանքով պետությանը եւ համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Համայնքային ոստիկանության Նախուրյանի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի բնակիչ մի տղամարդ մեքենայով շրջում է տարածքում եւ թմրանյութով փաթեթներ տեղադրում։ Տեղեկությունն իրացվեց մայիսի 18-ին։ Ժամը 14:15-ին 36-ամյա տղամարդը Ազատանք գյուղի վարչական տարածքում գործող մի ռեստորանի մոտ ձերբակալվեց եւ իր վարած Nissan Magnus-ի մեքենայով հանդերձ տեղափոխվեց բաժին։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կպչուն ժապավենով 12 փաթեթ, լցված ընդհանուր մոտ 42 գրամ դեղնականաչափուն զանգվածով։ Հայտնաբերվածի վերաբերյալ տղամարդը հայտնեց, որ Telegram ալիքի միջոցով մարիխուանայով 20 փաթեթ է վերցրել Երևանում, որոնցից 8-ն արդեն տեղադրել է հիշյալ ռեստորանի մոտակայքում։ Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում կատարված գործողություններով վերցվեց արդեն տեղադրված 8 փաթեթ, իսկ մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով մարիխուանայի նմանվող զանգված եւ մոխրացած հետքերով կաթուցիչ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։